Բարև ձեզ։ Ձեզ հետ նորից քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան Վանյան Գուրգենն է։ Այսօր կխոսանք շատ կարևոր լուրերից, շատ կարևոր իրողություններ են տեղի ունեցել։ 3 հատ երևի, 3 հատ բան ես կառանձնացնեմ ու դա շատ կարևոր է Հայաստանի համար։ Կսկսենք Ամերիկայի Միացյալ Նահանգների F-35-երի վաճառքի հետ կապված նորությունից, որով Կոնգրեսը Ամերիկայի Միացյալ Նահանգների արգելեց վաճառքը Թուրքիային F-35-երի։ Եթե հիշում եք, ՆԱՏՕ-ի սամիտի ընթացքում Անկարայում Դոնալդ Թրամփը ուզում էր, որպեսզի F-35-երը վաճառեին Թուրքիային, այսինքն Թուրքիային հետ վերադարձնեին F-35-երի գործարքի մեջ։ Նա դա բացահայտ ասում էր, հետո բրիֆինգների ժամանակ ասում էր, որ Էրդողանը իմ ընկերն է, ես պետք է անեմ, պետք է օգնեմ, ոչ մեկի դա գործը չէ, նույնիսկ ասում են, որ Նեթանյահուի սրտով չի դա այդ ամենը, բայց դուք դա ուզում եք, նա ասաց դա ոչ մեկի խնդիր է, չպիտի ոչ մեկին հուզի։ Եվ ինչ է պարզվում, որ Կոնգրեսը Ամերիկայի Միացյալ Նահանգների արգելանք է դրել այդ գործարքի վրա եւ չի թողում ուղղակի, որպեսզի այդ գործարքը տեղի ունենա։ Եթե կհիշեք, ես մի անցած թե նախանցած հաղորդման ընթացքում ասացի, որ F-35-երի հետ կապված, ասացի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա այն պետությունը չի, որտեղ մի հոգին կարա ինչ-որ տենց գործողություններ կատարի, այսինքն մի բան որոշի ու դա անի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա ինստիտուտներով հարուստ մի պետություն է, որը որ կատարում է տարբեր գործողություններ, տարբեր ինստիտուտների կայացած որոշումների հիման վրա, ասենց ասած։ Այսինքն, եթե կհիշեք, ես ասում եմ, որ Կոնգրեսը չի թողի, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները վաճառեն Թուրքիային այդ F-35-երը, եւ ես ճիշտ դուս եկա։ Տեսեք, F-35-երի վաճառքը, որ չի թույլատրվել Կոնգրեսի կողմից Թուրքիային, դա մեծ առավելություն է Հայաստանի համար։ Հիմի մարդիկ կայտնեն կասեն, դե Հայաստանը ինչ կապ ունի Թուրքիայի, Թուրքիան ինչ կապ ունի Հայաստանի հետ, որ տենց խոսում ես, բան ես անում։ Ժողովուրդ, պետք չի մոռանալ, որ թուրքական F-16-երը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ գյանջայում էին, հա, ու տենց թռիչք էին կատարում, բան էին կատարում, նույնիսկ մի պահ մտան այդ Վարդենիսի տարածքը դուս հելան, հայերը հայտարարեցին, բան արեցին, տենց օդեկաբեից ոչ մի բան չասեցին, հա, հապկից։ Դրա համար ամեն դեպքում Թուրքիայի ամեն թուլանալը, ամեն մի տես իր դեմ կատարվող սանկցիաների թուլություն, բան դա մեզի ինչով օգտակար, ոնց է կոսվենի, sense ասած, հա, այսինքն ինքը չի կարողանա այդքան մեծ աջակցություն ցույց տա Ադրբեջանին, չնայած նրան, որ Ադրբեջանը նաև ստանում աջակցություն եւ Իսրայելից, եւ Ռուսաստանից, եւ Պակիստանից, եւ այլ տենց ուրիշ երկրներից։ Համեն դեպս սա այդքան Հայաստանի համար մեծ հաղթանակ չէ, ինչքան որ Իսրայելի համար, քանի որ Իսրայելը բավականին դեմ էր այս գործարքին, նա չէր ուզում որպեսզի Թրամփը այդ վաճառքը իրագործեր Թուրքիայի հետ կապված, F-35-երի հետ կապված։ Կոնգրեսում չնայած մեծ դեր ունեցան հայերը ու միշտ են ունեցել կոնգրեսում հայ մեր սփյուռքը, ինչպես նաև Հունաստանը, հունական սփյուռքը, ինչպես նաև Իսրայելի սփյուռքը, ու առասարակ Իսրայելը եւ ամենաուժեղ տենց սփյուռքը ունի էլի Ամերիկայի ոչ թե երևի, այլ հենց ամենաուժեղ սփյուռքը ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հենց իրենք են էլի այդ հարցում ոնց որ հիմնական դերակատար է եղել, որպեսզի թույլ չտան այդ վաճառքը իրագործվի Թուրքիային։ Ինչքան դա Հայաստանին օգուտ էր, 10 այդքան օգուտ է Իսրայելին, մի այդքան էլ օգուտ է Հունաստանին, քանի որ F-35-երի վաճառքի դեպքում Թուրքիան բավականին կհզորանար, ինչքան էլ որ Թուրքիան ասում է, Էրդողանը ասում է, որ ինձ F-35 մեկը տենց է, պետք չի, չգիտեմ, ընդ ես իմ կանները ունեմ, այդ կան, այդ իրանց այդ թուրքական կործանիչները, ամեն դեպքում, եթե քեզ պետք չէր, իմաստը բավորն է, որ դու տենց ուզում ես, բան ես անում, էկրանի դեմները տենց ՆԱՏՕ-ի սամիտի ընթացքում երևում էր, որ խոսում էին, Թրամփը խոսում էր այդ գործարքի մասին, սենց էր անում, բան, յանի դուրը գալիս է, էլի։ Այսինքն ուրեմն կա, չէ՞ այդ բանը, սպրոսը կա կոպիտ ասած, եթե դու ուզում ես գնես այդ F-35-երը։ Ու F-35-ը այսօրվա դրությամբ ամենահզոր, երևի, ոչ թե երևի ամենահզոր կործանիչներն են։ Այդ Su-34, չգիտեմ, այդանք ես քիչ եմ տեսել Su-երը, այդ վերջին այդ որ կար, այդ 34-ն էր, որն էր այդ իբր այդ իրանց ամենագերհզորը ռուսական, ես չեմ տեսել սկի գործի մեջ։ Մի երկու տեղ տենց խոսացել են, սկի ինչ որ բանի մի արտադրության մեջ է թամամ չկա։
խփել են ես չեմ տեսել գործողությունների մեջ այդ սուերը կոնկրետ ինչ որ տես լուրեր պատտվել է, բանը եղել է, օգտագործում են, չեն օգտագործում, դրա լրաննի պրոտոտիպները կան եւ այլն։ Ամեն դեպքում սա կարևոր սա շատ կարևոր էր, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նորից ցույց տվեցին, որ իրենք այս տարածաշրջանում գլխավոր դերակատարն են, իրենք են թելադրում ինչ պետք է լինի, ինչ պիտի չլինի եւ այն հայերի պատասխան, այսինքն հիմնականում ռուսամետ հայերի պատասխան ասեմ, որ մենք այդքան ասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգները լինելով այս տարածաշրջանում ինչ օգուտ ունեն եւ ինչ օգուտ չունեն հայերը, հենց սրա մասին ենք խոսում։ Այսինքն Թուրքիան ահա որտեղ կախվածություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լծակներ ունեն Թուրքիայի վրա, որը որ չունի Ռուսաստանը, հասկանում եք տարբերությունը որն է։ Երբ որ մենք ասում ենք Ռուսաստանը տարածաշրջանում այդքան օգտակար չի Հայաստանը, ինչքան որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, սրա մասին է խոսքը գնում, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե մեր այդ լավը, բնականաբար չի թողի, որպեսզի Թուրքիան ինչ-որ այլ գործողությունների գնա։ Իսկ եթե Թուրքիան չթողեց այլ գործողությունների գնա, բնականաբար Ադրբեջանը առավել եւս չի կարող գնալ ուրիշ այլ գործողությունների, քանի որ Ադրբեջանը բիսմերտնի չէ, էլի, որ Իրան Ալիևը բանանի ինչ որ տես գործողություններ կատարի առանց ինչ-որ մեկի դաբրոյի։ Լավ, գիտենք 2020 թվականին ում դաբրոյի շնորհիվ այդ պատերազմը սկսվավ 20 թվականի իդեմս Վլադիմիր Պուտինի։ Եթե մեկը ինչ-որ չգիտի կամ զարմանալի բան է։ Սա մի կարևոր լուր։ Հիմա անցնենք երկրորդ կարևոր լուրին։ Երկրորդ կարևոր լուրը դա Իրանի հետ է կապված։ Հայաստանի Հանրապետությունը իդեմս Դավիթ Խուդասյանի նախարարի մեկնել էր Իրան եւ Իրանում մենք համաձայնագրեր տարբեր ինչ որ կնքվեցին, համաձայնությունների եկան, որ Հայաստանը եւ Իրանը կսկսեն ավելի մեծացնեն գազ էլեկտրաէներգիայի դիմաց այդ գործարքը, ավելի կմեծացնեն, այսինքն Հայաստանից էլեկտրաէներգիա մատակարարելը դեպի Իրան եւ հակառակը Իրանից ավելի կմեծացնեն գազի մատակարարումը Հայաստան։ Դա շատ կարևոր լուր է, դա շատ մեզ պիտանի գործողություն է, քանի որ հաշտակառնենք, որ ունենք մի այնպիսի ստրատեգիական ընկեր, հա, իդեմս Ռուսաստանի, որը որ ամեն օր ինչ-որ սանկցիաներ է կիրառում մեր դեմ, եւ հերո չի այն օրը, երբ որ գազի սանկցիա է տեղի ունենալու նաեւ Հայաստանի վրա, եթե մարդ ասում է անելու եմ, այսքան բան արել է, դա է, չէ՞ կարող անի։ Մեր страховքի համար, մեր ապահովագրության համար մենք պետք է Իրանի հետ համագործակցենք եւ ավելի մեծացնենք այդ գազային գործարքը էլեկտրաէներգիայի դիմաց։ Թեկուզ եթե էլեկտրաէներգիայի դիմացը չէ, առհասարակ պետք է այնտեղ այդ խողովակ ավելի մեծ լինի, ավելի մեծ, որը որ ավելի թողունակությունը ավելի մեծ կլինի, որպեսզի նաեւ գնենք։ Պարտադիր չի, էլեկտրաէներգիա տանք, որպեսզի բան անենք։ Կարող ենք հենց ուղիղ գնենք, ոնց որ Ռուսաստանից են գնում Գազպրոմից, այդպես նույնիսկ գնենք Իրանից։ Դա շատ կարեւոր է։ Եթե կհիշենք այդ խողովակը Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցվել, մեկը Ահմադինեջադի, այսինքն եւ Իրանի նախագահն այդ ժամանակ Մահմուդ Ահմադինեջադն էր։ Իրանց այդ գործարքի շնորհիվ է կառուցվել, բայց ինքը շատ փոքր է կառուցվել, թողունակությունը շատ փոքր է եղել, համատաբար այն խողովակների, որոնք որ գալիս են Ռուսաստանից։ Դա պետքա շտկվի այդ սխալը, քանի որ իմաստը որն է, դա սիմվոլիկ բնույթ է կրելու կամ չգիտեմ, մաքսիմում մեղրի կամ գորիսը հասնելու այդ գազը ուտեղ սպառվի։ Դա համար պետքա այդ սխալը շտկվի, ես դա համարում եմ ինչ որ մի առումով սխալ, քանի որ խողովակը պետք է լինի բավականին մեծ դրամաչափի։ Ինչը վերաբերում է գազի մատակարարմանը գների առումով ես չեմ կարող ինչ-որ տես հիմի կոնկրետ գնային բան ասեմ, հարաբերակցություն, բայց որ պլյուս-մինուս նույնը լինելու դա հաստատ։ Բայց մենք գոնե գիտենք, որ դիվերսիֆիկացիա է տեղի ունենալու եւ մենք չենք կախված լինելու մենակ Ռուսաստանից, որը որ մի օր ասում է ես կփակեմ վինտիլը, մի օր ասում է ես կբացեմ վինտիլը, եթե ձեզ լավ պահեք։ Դրա համար մենք պետք է դիվերսիֆիկացիոն կատարենք եւ ունենանք տարբեր գազի ինչ որ հնարավորություններ, որ ստանանք ուրիշ երկրներից։ Բնականաբար Ադրբեջանի մասին խոսքը չի գնում, եթե Ադրբեջանի մասին խոսքը գնար Իրանի հետ այսպիսի գործարքներ չէին գտա, կառավարությունը միանգամից Ադրբեջանի հետ կպայմանավորվեր ինչ որ այդ հարցերում ու առհասարակ այնեն չի տես հայ ազգը խփնվել Ադրբեջանը ինչ որ գազ ներկրի ու օգտագործի տա։ Դրա համար էդի պայեցին են ամենա տենց ոնց որ ծայրահեղ ինչ որ տենց վարիանտ էլի կոպիտ ասած։ Դա շատ կարևոր է, դիվերսիֆիկացումը տեղի ունենում, Հայաստանը ավելի է այդ առումով հզորանում, ուժեղանում։
դա փաստ է, հա, հեսա էլ սկսելու են, որովհետև դու սրա պաշտպան ես, դու նրա պաշտպան ես, ժողովուրդ փաստ եմ ես ասում։ Եթե դիվերսիֆիկացում է գնում ապրանքատեսակների, էներգատարների, բնականաբար երկիրը հզորանում, այսինքն նա կախված չի լինում մի ինչ որ պետությունից, որը մի օր կարող է շատ ինչ որ արագ խմի, թարս ոտով զարթի, մի օր կարող է քիչ խմի ու մի քիչ ավելի տես adekvat գնահատի իրավիճակը։ Էս է խնդիրը։ Երրորդ կարևոր բանը բացի Իրանի գազից ու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ 35-երի վաճառքից, որը որ տեղի չունեցավ Թուրքիային։ Երրորդ շատ կարևոր բանը դա երկաթգծերն են։ Նիկոլ Փաշինյանը այսօր ասաց, որ երկաթգծերը պետք է, այսինքն RŽԴ-ն պետք է, ոչ թե ասենց ասեմ, որ ճիշտ ասի, ոչ թե ասել է պետք է, այլ ասաց, որ հնարավորության դեպքում պետք է քննարկվի այնպիսի հարց, որպեսզի 2 միլիարդ դոլարի կարգի տարեկան վճարեն Հայաստանին, քանի որ օգտագործում են իր գծերը, հա։ Սենց ինչ-որ մի բան, սենց կոնկրետ բան չասվավ, բայց կարելի է ենթադրել նմանատիպ ինչ-որ մի հայտարարություն, հա, որ 2 միլիարդ դոլարի պահանջ է ներկայացվում, ոչ թե պահանջ, այլ որ կարելի է մտածել այդ ուղղությամբ, որպեսզի R&D կարգի բանը չէ, ինքը համարվում, ոնց է 102 բազան, որ իբր թե մեզանից վեկալ են R&D-ով, բայց փաստացի մենք ենք վճարում այդ բազայի համար, չգիտեմ, այնտեղ աշխատավարձները, զինվորները մեր պետական բյուջեից են ստանում, կոպիտ ասած, այսինքն սադержանքամ այդ վիճակ էլի, նույնը գծերի հետ կապված էր, այսինքն քանի ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանն ասում, որ պետք է գծերը այդ վերակառուցվեն ու չեն վերակառուցվում։ Օվերչուկը ամեն անգամ ասում է մենք համաձայն ենք RԺԴ-ն կգա, կպատրաստի ՅՈՒԿԺԴ-ի հետ համատեղ հայկական գծերն ենք վերականգնենք եւ այլն, բայց չի կատարվում։ Դա համար Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունը տարածեց, հայկական գծերը պետական են։ Ինչ-որ պետականացնելու բանը չկա, իրենք պետական են։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ դրանք ինչ-որ պետական չեն կամ բան, մենք կանք ցույց տանք, որ դա պետական են կամ ազգայնացնելու ինչ-որ խնդիր չկա այդտեղ։ Համեն դեպս Ռուսաստանը այսպես հասկացա, այլ ինչ-որ դիրքորոշում ունի, չի կատարում իր խոստումները եւ բնականաբար պետքա, ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը, անցած տարիների համար, որ նա վճար չի կատարել, հա, այդ գծերի համար, այսինքն եթե դա վերցնենք, որ դա R&D-ով է, հա, տված ռուսներին, ապա հիմիկվանից պետք է մտածել այդ ուղղությամբ։ Ու դա շատ ճիշտ որոշում է, եթե չեն ուզում, թող հելեն գնան ռադ լինեն, եթե ուզում են, թող մնան նորմալ աշխատեն, դրա այդ փոխան, չգիտեմ, գոնե գծերը կառուցեն։ Մենք ինչքան կարանք սպասենք, թե ռուսները երբ են այնտեղ իրենց հարցերը լուծելու, Ուկրաինայի հետ կապված կամ չգիտեմ ում հետ կապված կամ առհասարակ իրենք ցանկություն ունեն Հայաստանում ինչ-որ մի բան անեն կամ չանեն։ Որ մենք դնենք սպասենք, թե երբ են ռուսները մի բան կառուցելու, չգիտեմ, երասխում բան կառուցեն Սյունիքում, եսի ինչ կառուցեն, վերականգնեն եւ այլն, որ մի հատ կե տրիպի մասին խոսանք, հա, այդ ամեն ինչը որովհետեւ կապված է հիմնական տրիպի հետ։ Բնականաբար մենք այդքան ժամանակ չունենք։ Ու ես ամենայն հավանականությամբ կարծում եմ 95% հավանականությամբ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ հասկանում, որ այդ բաները Ռուսաստանը չի կատարի, բնականաբար ինչ 2 միլիարդի մասին է խոսքը գնում, իսկի իրենց ռազմական բազան չեն կամ նորմալ տիրություն անեն։ Բնականաբար այդքանը հասկանալով երևի ավելի շատ այնպես որ ուզում է արագացնի process-ները, որպեսզի տենա անում են, չեն անում, գնան ռադեն այս մեր տարածաշրջանից, մենք ինչ ենք անում մեր գծերը, որովհետև չեմ կարծում այդպես դժվար բան է գիծ կառուցելը։ Ավելի լավ է մենք կառուցենք, քանզի ինչ որ նստենք սպասենք, եթե երբ է ՅՈՒԿԺԴ-ն, RԺԴ-ն, եսի գանց ինչ որ բան կառուցեն։ Սխալ եմ ասում, գրեք մեկնաբանությունում, ասեք սխալ ես ասում Գուրգեն ջան։ Ես այսօրվա իր հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի որ լսում էի, կապված երկաթգծի հետ կապված, շատ լղոզված խառը բան էր, դժվար էր մի քիչ բանալնում, բայց ամեն դեպքում իմ ինչքանով որ ես հասկացա հնարավորինս ավելի շատ սա ուղղված էր դեպի արագացմանը, process-ների արագացման էր ուղղված, քանզի ինչ որ տեն չգիտեմ, բան էլի գործարքի հետ կապված բաեր, որ եկեք արեք եւ այլն, լավ կլինի եւ այլն, բացի դա տոմատի մածուկը արգելեցին, որպեսի կես տարով արգելեցին, որպեսի Հայաստան օգոստոսից սկսած, այսինքն արգելում են, որ կես տարով չգա Հայաստան, չներբուծվի Հայաստան, EAS եմ ասում, այնքան եմ ռուսերեն այս բաների մեջ արդեն հավաքտ ռուսերեն եմ մենակ ասում։ ԵԱՏՄ երկրներից, որպեսի չգա Հայաստան հասնի տոմատի մածուկը։ Սա ճիշտ որոշում էր, նախ առաջինը մեր
արտադրողների համար սա կարևոր որոշում է, երկրորդը սա կարելի է գնահատել որպես ի պատասխան Ռուսաստանի սանկցիաների, ինչու՞ չէ, ինչու պետք է միշտ մենք դες վախեցած վիճակում լինենք, որ չէ, դες բան մի ասեք։ Ես բլոգեր եմ, ես կարամ իմ ոնց ասեմ, իմ գնահատականը կարամ տամ։ Սա պետական ինչ որ գնահատական չի, ոչ ինչ որ Նիկոլ Փաշինյանի ասածն է։ Իմ կարծիքով, հա, իմ կարծիքով սա բացի այն որ մեր տոմատի մածուկ արտադրողների համար ինքը բավականին լավ գործողություն է, հա, կատարված պետության կողմից, նաև սա պատասխան է Ռուսաստանին իդեմս Վլադիմիր Պուտինին, որ տես որ մենք կանենք նույն բան անենք, դեն չի տենց դուք աշխարհի ամեն ինչը ունեք, հա, մենք ոչ մի բան չունենք, որ դուք կամ դուք մեր մոտ ինչ որ բան չեք բերում արտահանում, հա։ Սրա մասին է խոսքը գնում։ Ես տենց եմ կարծում, ու բավականին մեծ մասա կա, որ տենց էլի կարծում։ Ուտեղ ինչ որ տենց բան չկա էլի արտառոց, որ տենց նորից վայ ժողովուրդ, եսի ինչ բան ես կոմենկոմ։ Դա շատ լավ բան է։ Պետք է իմանա, որ մենք կանանք մերը դնենք իրանց դիմաց։ Այդ ոնց կանան իրանք, չգիտեմ, այդքան մարդու թողել են անգործ, այդքան մարդի մի չգիտի իր բերքը որտեղ տանի թափի, ինչ անի, ոնց անի, ում վրա վաճառի ծաղիկները փդում, թափում, ворտում, էսի ինչ անի, մենք դնենք մտածենք, վայ տոմատի մածուկի վրա հանկարծ բան չասենք, կարող է ջղայնանան։ Այդ ջղայնանը թող ջանդամ թե չեն ջղայնան, այդքան ջղայնացան էլի։ Յանի ում է պետք է ջղայնանալ կամ չջղայնանալը, ժողովուրդ։ Մի քիչ sense էլի պետք է նայես հարցին, հերիքա տենց այս բան sense կիսակոր վիճակում վայ, զիք մի քիչ պետք է հպարտ քաղաքացիներ եք, չէ՞, դուք եք բոլորդ համարվում եք հպարտ քաղաքացի։ Պետք է դες ամեն բնակավարում տես պայել, պարտադիր չի ինչ որ բան անել։ Հիմի դնենք վախենանք, թե ռուսը ինչ կմտածի։ Մեր կոմենտներից կամ մեր լուրերից կամ էսի ինչի հետ կապված։ Այսքանը ժողովուրդ, բայց կուզեմ մի երկու բան ասեմ, վերջաբանը որպես այդքան թեմաների հետ կապված չի։ Հիմնականում ես քանի ժամանակ ես չկամ, որովհետև կապված Regnews-ի հետ ահավոր լիքը գործ եմ կատարում Regnews-ում, այնտեղ ոչ միայն ես, նաև իմ գործընկերները ահագին փոփոխության են ենթարկել, ալիքը ֆորմատը լրիվ այլ է դարել, հիմնականում շորտ է դարել, այդ դրա համար մի քիչ եմ ստեղ երևում ու առասարակ լիքելի գործեր ունեմ, որոնց որ պատճառով քիչ եմ երևում, բացի YouTube-ից, բացի ինտերնետից, այլ գործեր կան էլի, որտեղ որ ես կամ ու քիչ եմ երևում ստեղ, որովհետև կային մարդիկ կարդացի, որ գրել են եղբայր ուր ես կորել եւ այլն։ Ոչ այնտեղ չեմ կորել, ժողովուրդ, ստեղ եմ, Երևանում եմ, ես ստեղից ոչ այնտեղ չեմ գնում, չգիտեմ, եթե ինչ-որ մեկը մտածում էր։ Հա, մեկի մի բան ասեմ, ես նախորդ եթերով որ ռուսերեն խոսում էի, բանի հետ կապված, Վրաստանի հետ կապված են ծեծու ջարդեր եղել։ Ռուսների հետ կապված, որ ես ասում էի, ռուսեն լեզվով եմ այդ տեսանյութում խոսացեմ։ Ինչ որ մարդիկ են հայտնվել հայկական ազգանուններով Ռուսաստանից։ Ես ոնց հասկացա, էլի կլյաուզով են զբաղվում, ժողովուրդ, կլյաուզ անելը լավ բան չի, ես չգիտեմ, այս ազգի մեջ լիքը տենց մարդ կա, որ կլյաուզով է զբաղվում։ Էդի պետք է վերացնել ես մեր ազգի մեջից, այսինքն եթե մեր ազգի մեջ տենց մի 30%-ը կլյաուզով է զբաղվում, այդ 30%-ը պիտի չլինի։ Գոնե պետք է մի տոկոս լինի, որ նորմալ լինի, թե չէ ոնց հանդիպում, ամեն երրորդը ինչ կլյաուզ է անում վրեդ։ Հիմի կայինը հայտնվել ասում են, իբր թե ես ասել են, որ Ռուսաստանի հայերի համար Հայաստանը իրենց հայրենիքը չէ։ Այնտեղ մեկը կոմենտ է գրել, մեկը պատասխան է տվել, մեկը պեչատել է, որ դա ճիշտ է, մեկն է ասել է, վայ, այս ինչ վատ տեսի, բլոգերը ու հələ տենց իրենց պատասխան տվել բաների ու չեմ հասկանում, ժողովուրդ դուք լսում եք, հա, թե ինչ եք անում այդ իմ խոսածածը, թե պրոստը ինչ որ մեկը գրում է, մեկի գրածի տակ տենց բան եք անում, ստրաչիտ եք անում։ Ես երբեմ ասել Ռուսաստանի հայերի համար հայրենիքը, իրենց հայրենիքը չի Հայաստանը։ Իմ ասածը вообще ուրիշ բաններ վերաբերում, ուղղված էր Մարգարիտա Սիմոնյանը տիպ այդ էակներին, հա, կոպի չեմ ուզում արտահայտվեմ։ Որոնք որ առօրյա ցիրիկուն ասում են, ինչ անենք Հայաստանի համար վատը լինի, ինչ սանկցիա մտածենք, որ վատը լինի, հիմա մտածել են ինչ որ տենց յանի վախացում են ընդեղի հայերին հետ ուղարկելով ստե 3-4 միլիոն ինչ որ ունեն, հետ ուղարկեն ստե։ Իմ պատասխանը դրան է վերաբերել։ Այսինքն ես ինչ եմ ասել, այդ որ մարդիկ կան հիմի կասեն 3-4 միլիոն չի 900,000 է օֆիցեր թվերով, ժողովուրդ հա օֆիցեր թվերով տենց է, իսկ եթե ավելի եք ուզում կոնկրետ իմանաք մի 150,000, 170,000 եւ ես վերջին 30 տարում Հայաստանից տեղափոխված լինի Ռուսաստան, որովհետեւ Հայաստանի բնակչությունը 6 միլիոն չի եղել, հա, որ 6 միլիոնից 3 միլիոնը գնա անտե, 3 միլիոնը ստեղ մնա, այնտեղ տենց բայց սփյուռք ձևավորվի։ Ռուսական սփյուռքը ձևավորվել է շատ երկար տարիներ։ Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում խառը է, այդ վաղտերից սկսված մոտ 2-3 դարվա ինքը պատմություն ունի կակ մինիմում։
Այսինքն իմ ասածը ո՞րն էր, որ այդքան ասում են դեպորտ ենք, այդ 3 միլիոն, 4 միլիոն, այդ 3-4 միլիոնը որքան սկի իրենք խաբար չեն, որ իրենք հայ են։ Անդե մարդիկ կան, որ խոսքի ինքը արմատներով, չգիտեմ, իր պապը Էրզրումում ապրող ինչ-որ մի հատ հայ է եղել, որ կամ չգիտեմ Վանում ապրող մի հատ հայ եղել, որը որ տես ժամանակի ընթացքում, պատերազմների ընթացքում եւ այլն գնացել են Կրասնոդարսկի կրային սկսել ապրեն, Սոչի են սկսել ապրեն, Ադլեր են սկսել ապրեն։ Դրանց մասին է խոսքը գնացել, որոնք որ արմատներով գիտեն, որ իրենք հայ են, բայց իրենց ազգանունը պասպորտի մեջ չի գրվում Յան, չգիտեմ, այնտեղ Մանսուրովա գրվում, ես շատ իմամ Մելիքովա գրվում, սենց է գրվում։ Հասկանու՞մ եք, դրանց մասին է խոսքը գնացել, որ ես ասել եմ։ Ու ես ելի եմ ասում, եթե իրենք իրենց հայ են համարում, ես չեմ ասում, որ Հայաստանը իրենց համար հայրենիք չի։ Բոլոր այն հայերը, ովքեր որ իրենց համարում են հայ, այն մարդիկ, ովքեր որ իրենց համարում են հայ, Երևանը իրենց մայրաքաղաքն է, Հայաստանը իրենց հայրենիքն է։ Բայց իմ պատասխանը եղել է Մարգարիտ Սիմոնյանի տիպ կենթան էակներին, ովքեր որ պնդում են, որ ասում են, այսքան հայ որ ուղարկենք ինչ ենք անելու։ Այդ հային դու ո՞նց ես դեպորտանում Հայաստան, եթե ինքը սկի Հայաստանում չի ծնվել։ Այդ մարդուն որ դաժե ինքը Մարգարիտ Սիմոնյանը միշտ ասել է, ինքը Կրասնոդարսկի կրայի հայ է, Սոչիի հայ է, իր պապերը, տատերը բան եկել են Թուրքիայից 1800-ական թվականներից սկսած։ Հիմի Մարգարիտ Սիմոնյանին ուզում են դեպորտեն օրինակ Ռուսաստանից, ուր են դեպորտելու Հայաստանի Հանրապետություն, Երևան, Վանաձոր, չգիտեմ, Շիրակ, Շիրակի մարզ, ուր են դեպորտելու այդ անձնավորությունը։ Խոսքս դրա մասին է գնաց, այդ մանիպուլյացիաների դեմ, որ Կրեմլի չմանիպուլացնեն այդ հարցը, որովհետև ամեն անգամ մանիպուլացնում են այդ հարցը։ Այդ մարդկանց չեն կարող դեպորտել Հայաստան, քանի որ նրանք Հայաստանում չեն ծնվել, ապրել, մեծացել ու առհասարակ Հայաստանի հետ կապված քիչ կապ ունեն։ Անկախ նրանից իրենք համարում են Հայաստանը իրենց հայրենիքը կամ չեն համարում Հայաստանը իրենց հայրենիքը կամ Երևանը իրենց գլխավոր մայրաքաղաքը։ Ու ոչ ոք չի ասում, որ Երևանը իրենց մայրաքաղաքը չի կամ Հայաստանը իրենց հայրենիքը չի։ Մի կլաուզով զբաղվեք, մի ոտից գլուխ ֆրցրեք իմ ասածները։ Իմ ասածը ուղղված եղեք Կրեմլին, Մարգարիտ Սիմոնյանը տիպ կենթանա էակներին։ Ոնց ուզում կոպի չասեմ, անդադ կոպիտ է ստացվում։ Իմ ասածը ուղղված եղել այդ ամեն ինչին։ Այդ իրենց ասած, այսինքն հակաքարոշական իմ ասածը եղել։ Եթե այդ մարդը ծնվել ապրել է իր պապը, տատը ապրել մեծացել են Արդահանում կամ չգիտեմ Էրզրումում, չգիտեմ 2-300 տարի առաջ, բայց հետո այդտեղից հայտնվել է Ռուսաստանում, ուր եք իրան դեպորտելու։ Ու հայտնվել են ինչ-որ տես Մարգարիտ Սիմոնյանը պաշտներ սկսում ինձ են սկսում բան ասեն, չգիտեմ, դու հայերին դեմ ես, բաժանում ես իրարից բան, վայ քեզի բան, ով է ումից բաժանում, թազա կլաուզի ձևեր է, ես չեմ հասկանում։ Այսինքն լավ է հասկանում են, պրոստը սիրում են, էլի սենց կա, մուտիտ գցելու բանը կա, էլի մեջները սիրում են տես բաներ գցեն, ինտրիգաներ գցեն, բան անեն, սենց մեկի վեն շառան են, դուրը չի գալի, ինչ-որ շատ ապրո հայկական խոսում են, դուրը չգա, ինչ-որ խելագարներ կան, ինչ-որ հայտնվում ինձի գրում են, ասում են, էսի Պուտինի մարդն է, էսի ինչ բան, ինչ Պուտինի մարդ վաբշե արա, Պուտինի իմ կինն է, որ ես իր մարդը լինեմ, ես նորմալ հայ տղա եմ, ամուսնացած եմ, 2 հատ երեխա ունեմ իմ կնոջից։ Ինչ Պուտինի մարդ, ինչ բաները գոնե նորմալ արտահայտվեք։ Լուրջ եմ ասում գժանոց է ժողովուրդ, գժանոց է։ Իմ չափ հակառուս, այսինքն հակառուս չէ, իմ չափ Կրեմլի տենց ինչ որ հակապուտինական տենց անձնավորություն կա Հայաստանում։ Չկա, Հայաստանում չկա տենց ձևի մարդ, ու շուտ կարող տենց մի հատ ինչ որ մեկը հայտնվի, ասես Պուտինի տենց բանն է, էլի, վստահված մարդն է Հայաստանում։ Եթե ես եմ Պուտինի մարդը, հա, իրանց ոնց որ իրանք են ասում, բայց մյուսները ինչ են այդ դեպքում, այն որ տես բացահայտ են մոլի պուտինիստներ են։ Այսինքն հիմի ես էսի ում համար եմ խոսում, էսի տես մեկը գժերի համար չէ պետք է խոսեմ, նորմալ մարդ հիմի լսի կասես տղան ինչ է խոսում, մենք գիտենք դու ով ես, ինչ ես, ճանաչողները գիտեն, իմ հին թեկուս Ռեգնյուզի այդ բաժանորդները բոլորը գիտեն ով են, էսի ես գժերն եմ շատ ասում, գժերս քիմի չեն լսում, մտնում մի հատ բան գրում են, խնդալով հելնում եթում են, չգիտեմ, որտե չորն են ընկնում էլի։ Այսքանով ժողովուրդ ջան շատ երկարացրեցի, թեման շատ երկարավ։ Բոլորին լավ օր։